շարժումը, հավասարաչափ շարժման արագություն։ Վերհիշենք շարժումը բնութագրող մեծությունները որոնք են, ինչ բան է մեխանիկական շարժում, ասա Լիլի։ Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։ Ահա նստի։ Իսկ այդ որ նշեցին այլ մարմինների նկատմամբ, այլ մարմիններին այլ կերպ ինչ կանվանենք։ Մենակ Լիլի կասի, ասա Լիլի։ Հաշվարկման մարմին։ Ճիշտ է, կանվանենք հաշվարկման մարմին։ Իսկ ով կարող է ասել, որ մարմինն է կոչվում հաշվարկման մարմին, ասա։ Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է շարժունություն, կոչվում է հաշվարկման մարմին։ Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների դիրքը կամ շարժումը, շատ ճիշտ է, ապրես։ Երեխաներ, այդ ուսումնասիրել ենք, անցել ենք նյութական կետ, չէ՞։ Նյութական կետ հասկացություն։ Սա առաջին մոդելն է, որ դուք սովորել եք։ Ինչ բան է նյութական կետը, դուք նախասեք, հետո ես կբացատրեմ կամ կհիշեցնեմ։ Ասա Գոհար։ Այն մարմինը, որի չափերը տվյալ պարագայում կարելի անտեսել, կոչվում է նյութական կետ։ Ապրես ճիշտ է, իսկ նստի դու Գոհար, այդ ասում է տվյալ պարագայում, ինչ է այդ տվյալ պարագա նշանակում, որ պարագայում, որ դեպքում ենք մարմինը համարում նյութական կետ, այդ շատ հայտնի օրինակ է, չէ, ինքնաթիռը երկնքում համարում ենք նյութական կետ, օդանավակայանում ինքնաթիռը նյութական կետ չէ, ավտոմեքենայի ճանապարհը, երբ որ քարտեզագրում ենք Երևանից Մեղրի, ավտոմեքենան համարում ենք նյութական կետ, իսկ ավտոմեքենան վերանորոգելիս կամ ճանապարհն անցնելիս ավտոմեքենան նյութական կետ համարել չենք կարող։ Այդ ինչ տարբերություն երեխաներ, երբ որ նայում ենք վերևում ինքնաթիռին, ինքնաթիռը մեզ փոքր է երևում, չէ, ու նրա անցած ճանապարհը այնքան մեծ է, որ ինքնաթիռի չափերը կարող ենք անտեսել։ Այդ գնացքը, որը կարող է ունենալ 200 մետր երկարություն եւ անցնի 400 մետր կամրջով, արդյոք այստեղ գնացքը կարող ենք դիտարկել որպես նյութական կետ։ Վստահ ասեք, ոչ չենք կարող երեխաներ, քանի որ 400 մետր երկարությամբ կամուրջն անցնելիս գնացքի չափերը անտեսել չենք կարող։ Պարզ է։ Այս բերված օրինակները երեխաներ շարժումը բնութագրող օրինակներ էին։ Հիմա մենք պետք է հասկանանք, մեր նպատակն է հասկանալ, երբ է շարժումը համարվում հավասարաչափ շարժում, շարժումը բնութագրող հիմնական մեծությունը ինչ է կոչվում, ինչ բանաձևով կարելի է որոշել։ Ուրեմն երեխաներ, այն շարժումը, որի դեպքում մարմինը ցանկացած հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, այդպիսի շարժումը կոչվում է հավասարաչափ շարժում։ Հավասարաչափ շարժումը բնության մեջ հանդիպող հազվադեպ շարժումներից է։ Այդ հավասարաչափ շարժում է կատարում երեխաներ օդի պղպջակը։ Հիմա երբ որ ես խողովակի վերանվարկեմ, շրջեմ, պղպջակը կատարելու է հավասարաչափ շարժում։ Սա կարծում եմ դուք ինքներդ էլ կարող եք կատարել, թող մոտենան ինձ երկու աշակերտ, վերցնում եք վայրկյանաչափ, այստեղ ունենք կանոն, ուրեմն օդի պղպջակի անցած ճանապարհը կլինի այս նետված հեղուկի երկարությունը։ 30, այսինքն երեխաներ, ես շրջում եմ, օդի պղպջակը սկսում է շարժվել, հենց հասնում է վերջին, դուք ժամանակը արդեն գրանցում եք։ Պղպջակը կատարեց հավասարաչափ շարժում։ Հիմա մենք կհաշվենք պղպջակի շարժման արագությունը։ Բնություն առարկայից երեխաներ մենք ուսումնասիրել ենք ինչ բան է ճանապարհ, ինչ բան է ժամանակ, ինչպես ենք այն նշանակում։ Հիմա մեր նպատակն է խորացնել գիտելիքները։
Ճանապարհը որպես մեծություն նշանակում ենք, հացսրում եմ, ահա, այս տարով ճիշտ է, ժամանակը որպես մեծություն, ասա, Արմեն ճիշտ է, նշանակում ենք տետարով, արագությունը երեխաներ, ասեք, այ, նշանակում ենք վետարով, ճանապարհը որպես մեծություն ինչով ենք արտահայտում երեխաներ, կիլոմետր, մետր, այդ փոքր չէ, խողովակի երկարությունը մենք ինչով արտահայտեցինք, կարող ենք չէ, մետրը սանտիմետրով արտահայտել, սանտիմետրը մետրով և այլն, կարող ենք, երեխաներ, դուք խնդիր լուծեք, հիմա կսովորեք, գրում ենք, տրված է, փորձի երեխաներ արդյունքները մենք դարձնում ենք խնդիր, այն ճանապարհը, որն անցավ պղպջակը նշանակում ենք, գրում ենք, S-ը հավասար է, 30 սանտիմետր, 30 սանտիմետրը ինչով ենք արտահայտում, ինչքան է լինի, գրիր բելա հավասար է, 0.3 մետր, ժամանակը ինչքան է, երեխաներ, ապրես, 15 վայրկյան, ժամանակը ինչպես ենք նշանակելու, չէ, տետարով գրում ենք տեն, փոքրատար, փոքրատար տերով ենք նշանակում ժամանակը, 15 վայրկյան, գրում ենք վտարը, մենք ունեցած տվյալները ավարտելուց հետո, գրանցելուց հետո տակը դից ենք քաշում, գրում ենք անհայտը, իսկ այստեղ ինչներ անհայտը երեխաներ, ապրել, վեն, գրում ենք վեն հարցական, երեխաներ, մեր փորձի տվյալները գրանցված են, կողքը դից ենք քաշում, տրվածի ուղղությամբ գրում ենք լուծում, երեխաներ, արագության համար գրում ենք բանաձև, վեն հավասար է, S-ը բաժանած T-ի, ճիշտ է, և տեղադրում ենք արժեքները, գրում ենք վեն հավասար է, հիվը ստանում ենք, կարող ես հավասար է դնել ու շարունակել, ապրես լիլի գրիր, տեսակ լիլին հաշվարկ կատարեց և դուրս բերեց չափման միավորը, քանի որ ճանապարհը մետրով է չափվում, ժամանակը վայրկյանով, հետևաբար արագության համար ստացանք չափման միավոր, որը ինչի է հավասար մետր վայրկյան, այսինքն ստացանք պղպջակի շարժման արագությունը 0.200 մետր վայրկյան, երեխաներ, 0.200 մետր վայրկյանը կարող եք սանտիմետր վայրկյանով արտահայտել, ապրես Տիգրան, կանգնի, այսինքն դա նշանակում է, որ ամեն վայրկյանում օդի պղպջակը ինչքան ճանապարհ է անցնում, ճիշտ է, 2 սանտիմետր, նստեք, բաց եք երեխաներ, նստեք, գրում ենք խնդիրը տետրերի մեջ, գրում ենք, ուրեմն ստացանք արագությունը հավասար է ճանապարհի և ժամանակի հարաբերությանը, երեխաներ, այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությանը կոչվում է արագություն։ Արագությունը, երեխաներ, վեկտորական մեծություն է։ Ձեզ համար նոր հասկացություն է։ Ինչ բան է վեկտորական մեծություն։ Որպեսզի նշեմ, որ նա վեկտորական մեծություն է, գրում եմ տարը և սլակ եմ դնում։ Երբ որ մեծության վրա դնում ենք սլակ, դա նշանակում է, որ տվյալ մեծությունը վեկտորական է։ Այսինքն, որ այդ մեծությունը թվային արժեքից բացի ունի նաև ուղղություն։ Այն մեծությունը, որը ուղղություն չունի, կոչվում է սկալյար մեծություն։ Այստեղ արագությունը վեկտորական մեծություն է, ճանապարհը և ժամանակը սկալյար
մեծությունները։ Պարզ է երեխաներ։ Ով կարող է կրկնել, որ մեծությունն է կոչում վեկտորական, որ մեծությունն է կոչում սկալյար։ Ասա Արմենի։ Մեծությունը, որը ունի ուղղություն, կոչվում է վեկտորական մեծություն, իսկ որությունի կոչվում է սկալյար մեծություն, կոչվում է սկալյար մեծություն։ Նստի։ Երեխաներ, արագության չափման միավորը միջազգային համակարգում մետր վայրկյանն է, բայց մետր վայրկյանից բացի կարող ենք արտահայտել նաև կիլոմետր ժամով։ Մենք պետք է կիլոմետր ժամը կարողանանք փոխարինել մետր վայրկյանով եւ մետր վայրկյանը փոխարինել կիլոմետր ժամով։ Դուք ինձ լսում եք եւ զուգահեռ աշխատում ենք։ Ինչպես ենք կիլոմետր ժամը արտահայտում մետր վայրկյանով։ Ես վերցնում եմ 36 կիլոմետր ժամը, որ նշանակում է յուրաքանչյուր ժամում անցնում է 36 կիլոմետր ճանապարհ եւ արտահայտում եմ մետր վայրկյանով։ Կիլոմետրը արտահայտում ենք ինչով? Մետրով։ 1 կիլոմետրը քանի մետր է? Գրում ենք 36 անգամ 1000 արդեն մետր, ապրես։ Բաժանում ենք 3600-ի, իսկ ինչ է այդ 3600-ը? Ժամը արտահայտած վայրկյանով եւ ստանում ենք երեխաներ, ստանում ենք 10 մետր վայրկյան։ Այսինքն եթե 1 ժամում անցնում է 36 կիլոմետր ճանապարհ, դա նույնն է ինչ որ 1 վայրկյանում անցնում է 10 մետր ճանապարհ։ Հիմա հակառակ գործողությունը կատարենք։ Մետր վայրկյանը, օրինակ 20 մետր վայրկյանը արտահայտում ենք կիլոմետր ժամով։ Դրա համար երեխաներ մետրը դարձնում ենք կիլոմետր։ Գրում ենք 20 մետր բաժանած 1000-ի, որպեսզի մետրը դարձնենք կիլոմետր։ Վայրկյանը ժամ դարձնելու համար 1-ը բաժանում ենք 3600-ի, այսինքն 1 վայրկյանը 1 ժամի 3600-րդ մասն է կազմում երեխաներ։ Եվ կոտորակների հարաբերությունից խաչաձև բազմապատկում ենք հակադարձով եւ ստանում ենք այսինքն առաջին կոտորակի համարիչը իջնում է ներքև, երկրորդ կոտորակի համարիչը բարձրանում է հայտարար, ստանում ենք 20 անգամ 3600 բաժանած 1000-ի եւ արդյունքում երեխաներ ստանում ենք 72 կիլոմետր ժամ։ Պարզ է։ Ով կցանկանա այլ օրինակ գրել։ Երեխաներ, ինչ սովորեցինք, որ շարժում է կոչում հավասարաչափ շարժում, ով հասկացավ, թող ձեռք բարձրացնի, որ շարժումն է կոչում հավասարաչափ շարժում, սահմանի, դիրի սահմանի։ Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամենական հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում։ Շատ ճիշտ է, ապրես Լիլի։ Որ մեծությունն է կոչում արագություն։ Մեծությունը, որը հավասար է ճանապարհի եւ ժամանակի հարաբերությանը, կոչվում է արագություն։ Ճիշտ է, ապրես նստի։ Այսպիսով երեխաներ շարժումը հասկանալը, նրա բնույթը հասկանալը շատ կարևոր է մեզ համար։ Ուսումնասիրելով ինչ հետևություն կարող ենք անել։ Լսում եմ Նարեկ։ Շարժումը վերնաչափությունը պահպանելու դեպքում բաժները զերծ կմնան դժբախտ պատահարներից։ Այո։